ամիսը պահելով ավելի շուտ չեք դուք նամակների։ Ապրիլի 14-ին չէ, որտեղ հաստատվել այդ ժամանակ պատասխանները մենք ստանանք։ Դրա համար համել երամսյակը, որ մարդիկ իրանց նամակի չէ, 5-ը ֆոկուս կոմբա, ամեն մեկի հետ մինիմում կեսօր կներես։ Մի բան ասեմ, էլի, արդեն 1 ժամ է մենք ակցիան լուսաբանում ենք, բայց ոչ հեռուստադիտողը, ոչ իշխանությունը, ոչ էլ մենք չհասկացանք, ի վերջո ձեր պահանջը եթե չկատարվի, դուք ինչի եք ընդունակ, ինչ եք պատրաստվում անել։ Ընթացքը ցույց կտա։ Ընթացքը ցույց կտա։ Ընթացքը ինչ։ Չէ, իմի տեսեք, մենք ձեր հարցին ոնց պատասխանենք, եթե էկոնոմիկայի նախարարը Asta չենք պատրաստում։ մի րոպե, եթե էկոնոմիկայի նախարարը մեր հետ հանդիպում ունի, որը պետք է նշանակի, մենք ինչ են պետք է պատրաստվենք։ Էկոնոմիկայի նախարարը հանդիպելա ասելա, որ դա իր ոլորտը չի։ Չէ, բայց նաև վերցրել Բայց են նաև համարները, հեռախոսահամարները, հանդիպում պետք է ինքը ունենա։ հերթական հանդիպումները քննարկել, որ ինքը մեր առաջարկները բարձրացնի։ Ժողովուրդ ջան, ասենք դրանից Կարող է այսօր ինքը գնա հարցնի իրան ասում, որ ինքը պատասխանատու է։ Բաց նամակով դիմենք, օրինակ մենք նրա հետ էլ համաձայն չենք, որ մեր մյուս քաղաքական ուժերը բացի հանրապետական կուսակցությունը, նրանից առաջ իհարկե իրանց նախագահ Արամ Սարգսյանը ասել էր, որ մենք մեր մեջը կամ մինիմում սենց է ձևակերպել, այսինքն ինչ-որ մարդիկ ողջակալական ցանցով մեզ ղեկավարում են։ Հանրապետություն կուսակցությունը։ Հանրապետություն։ Արամ Սարգսյան, ես ինչ ասեցի, սխալ ասեցի։ Հա, Վազգեն Սարգսյանի եղբոր մասին ախոն։ Իրանք հետո մենք դες մի քիչ իր ասացին անդե, հետո իրանք հանդես եկան, որ դրան դեմ են։ Բայց մյուս քաղաքական կուսակցություններն էլ պետք է իրանք դիրքորոշումը հայտնեն, վերջի բոլորը ունեն իրանք ծրագրերում ՀՄՑ զարգացում, այսինքն իրանք պետք է հայտնեն, օրինակ մասնավորապես այն ընդդիմությունը, որ ազգային ժողովում է, իրանք կարան ու ասեմ մեզնից անկախ, իրանք անցյալ անգամ իրանց հետ Մենք ոդես խոստումներ տան, ասենք։ Չէ, խոստում պետք է տան, ասենք, իրանք դիրքորոշումը հայտնեն, ասենք, այդ նույն օրենքով կարան մտնեն ազգային ժողով կասեցման։ Մեր պահանջը վերանային օրենքը, առաջին հերթին կասեցնեն եւ փուլ առ փուլ քննարկեն։ Բոլոր բնակավարները այնպիսի դաշտ ստեղծեն, որ գործատուներ սիրով վճարի այդ հարկը, չսպասի, որ իրան գանտու գանեն, սիրով վճարի եւ ավելի հաճույքով մենք վճարենք, քան մեզ պարտադրենք։ Պետք է ստեղծեն այդպիսի դաշտ, որ բոլորս էլ հաճույքով աշխատենք, ծաղկենք ու ոչ թե մտածենք, բայ այսօր հարկային եկա։ Մեր ամբողջ ժամանակը մենք տրամադրում ենք հարկայինին, բնականաբար ծաղկելու տեղ էլ չկա երկրում։ Ամեն պայմաններ ստեղծում են, որ մեզ վնասեն, բայց մենք փորձում ենք դեռ գոյատևել, աշխատել, ապրել։ Որ նայեք բանկերով էլ կարող եք նայել, ասենք ԱԶ-ները ինչքան վարկեր ունեն, որ նենց նայեք կտեսնեք էլ օրեկան քանի ԱԶ է բացվում, բնականաբար դեպորտների տակ եղած հայեր կան դրսից գալիս են, սկսում են նոր բացվել, չիմանալով, մտածելով, դա բնական է, փորձում են կայանալ Հայաստանում։ Դրա համար դուք էլ կարաք այդ ամբողջ վերլուծությունը նայեք, դուք էլ մեկնաբանեք, իրանք պետք է նայեն օրենքը, վերանայեն օրենքը, որտեղ օրենքը հենց նենց չեն հանում, օրենքը քննարկումով են հանում, գործատուի հետ են քննարկում, որն է ճիշտ, որ ինքն էլ սիրով այդ հարկը վճարի։ Հետո քննարկում են։ Հա, դե մեր երկրում տենց է, բնականաբար ամբողջ աշխարհում հակառակա, մենք միշտ հակառակին ենք գնում։ Հետո սա տանելու է շատ բարձր թանկացման, նաև մեզ պետք է միանան վարսավիրանոցները, մեզ պետք է միանան ռեստորանները, որը թանկացել է, բոլոր բնակավարում է թանկացել։ Որ ապրիլի 14-ը լինելու է ձեր վերջնական այսպես ակցիայի։ Չէ, չեմ կարծում, այսինքն իրանց ճանաչելով չեմ կարծում, որ կարող է լինի ապրիլի 14-ը, դե բնականաբար արդեն կորոշենք ինչ ձևերով պայքարել, հա, ինչ սցենարով պայքարել, էլի։ Հնարավոր է փողոցներ փակեք, չգիտեմ։ Դա էլ է հնարավոր, դե հիմա արդեն ապագան է ցույց տալիս ինչ կանենք։ Չգիտենք ինչ ձև, կարող է եւ ապրիլի 14-ին միջև հասնելը մեզ ընդունում են կամ ինչ որ հարց է քննարկում։ Հիմա մենք հայտարարություն անենք, վայ գիտեք մենք փողոց ենք փակելու, բայց չհասնի դրան։ Բայց ով գիտեր, որ այս տեսակի հարկ ունենանք։ Հա։ Հիմա ինչ իմանանք, վաղ ինչ կլինի։ Շնորհակալություն։ Հաջողություն դրել ենք շնորհակալ արգիլ լրագրողներ, լավ մնացեք, շնորհակալություն։